Արաքսից այն կողմ Թուրքիայի Հայաստանի չէ։ Ես մի քանի բառով ուզում եմ ասեմ, որ պարզ հասկանանք հետևյալ տարբերակը, որ այս մարդու գլխավոր այցը Էրդողանի հետ, գլխավոր այցը, այդ թուղթը մուրալն է։ Ուրիշ բան չունի, այդ մարդը ոչ Թուրքիայի հետ կարող է լուրջ հարաբերություններ հաստատել, ոչ կարող է ինչ-որ հալ խնդիր։ Թուրքիան լուրջ երկիր է, Թուրքիան շատ լավ հասկանում է, որ ում հետ ինչ հարաբերություններ պետք է հաստատի։ Մի մարդու, ով զրոյական վարկանիշ սեփական երկրում, մի մարդու, ով ոչինչ չունի տալու եւ ինքը ամբողջովին ոտով ձեռքով կախված է Էրդողանից, Էրդողանը լուրջ կարա այդ մարդու հետ լուրջ բանակցություն վարի։ Սա ծիծաղելի է, պարզապես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ապագա Հայաստանը իսկապես փորձելու է նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ։ Պարզապես մի բան կարող եմ ասել։ Հայաստանը Թուրքիայի մենք կողմ ենք, որ Թուրքիայի հետ սահմանները բացվի եւ դիվանագիտական հարաբերությունները հաստատենք, բայց մենք դեմ ենք, որ Թուրքիայի դեսպանը նստի Հայաստանի կառավարության շենքում։ Մենք դեմ ենք, որ Թուրքիայի ներկայացուցիչը դառնա Հայաստանի վարչապետ։ Ինչպես որ մենք էլ չենք հայտ ներկայացնում, որ Թուրքիայի նախագահան դառնա Հայաստանի շահերը ներկայացնող կամ ծագումով հայ մարդ։ Սա շատ կարևոր է, որ մեր բոլոր հարևանները հասկանան, թե մենք ինչ նպատակ ենք հետապնդում։ Գանք այս իրականության մեջ Իրան-Իսրայել այս պատերազմին, Իրանը հրթիռներով եւ կամիկաձե հաղորդաչներով գրոհել է Իսրայելի ամբողջ տարածքը հյուսիսից հարավ, Իրանի պահպանների իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հայտարարության մեջ է ասվում, Իսրայելը իր հերթին այսպես այս պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածությամբ ԱՄՆ-ն ավելի կոնկրետ թիրախավորեց միջուկային օբյեկտները Իրանի։ Խնդրեմ այս զարգացումները որ այդտեղ սպառնում ես։ Ես նախ սենց ձևակերպեմ, ես շատ ցավում եմ, որ իսկապես Միացյալ Նահանգները մտան այդ պատերազմի մեջ։ Շատ եմ ցավում, որովհետև մեծ սպասում կար, որ Տրամփը, որ ընտրվեց նախագահ, այնտեղ ինչ ծանր պայմաններում ընտրվեց, ինքը իսկապես կդառնար խաղաղության նախագահ, խաղաղության դարաշրջանի նախագահ, որտեղ այն մագա շարժումը, որ ստեղծվեց Միացյալ Նահանգներում, իր ինքում արմատներով շատ առողջ եւ բարոյական մեծ պոտենցիալ ունեցող շարժում էր, եւ ասեմ, որ Տրամփի շրջապատի մոտավորապես ճնշող մեծամասնությունը, թե ոչ 80%-ը դեմ է եղել այդ միջամտությանը։ Ինչ գործոններ է աշխատել Տրամփի վրա, սա առանձին թեմա է, բայց մի բան կարող եմ ասեմ, սա ճակատագրական սխալ էր Տրամփի համար, որտեղ Տրամփը փաստացի այս իր մուտքով ոչ այնքան փաստացի փորձում է կարգավորել այս իրավիճակը, այլ փորձում է այսպես ասած փրկել Նետանյահուին այս իրավիճակը, Նետանյահուն մեծ հանցագործ է։ Այդ մարդը մեծ խնդրեմ ունի իր երկրում։ Այդ երկրում նույնիսկ Բիլ Քլինտոնը վերջերս ինքը խոստովանեց, որ բացացի պատերազմը սկսելով Նետանյահուն փորձում է իր քաղաքական ապագան փրկել, որտեղ իրեն սպասում են դատավարություններ, իրեն սպասում են ինչպես որ Զելենսկին, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը, ինքը այդ շարքի մարդ է, ինքը մեծ վնասներ է տվել սեփական ժողովրդին եւ ինքը հասկանում է, որ շանս չունի ճողոպրելու դատավարությունից, որպեսզի կարողանա փրկվել ճավդրով, ինքը փորձում է դառնալ համազգային հերոս։ Ինքը ուզում է ընկալվել այնպիսի մի մարդ, որը Իսրայելի համար այնպիսի մեծ գործ է արել, որ այդ գործի համար Իսրայելի ժողովուրդը ների իրեն մնացած բոլոր իր հանցագործությունների համար։ Բայց ես նույնիսկ եմ կրկնում, սա տուպիկ է, որովհետև Իրանին ոչնչացնելու տարբերակ չկա։ Իրանին ոչնչացնելու պետք է ցամաքային զորքեր ներխուժեն, 90 միլիոնից Իրանի դեմ ցամաքային զորքեր ներխուժել, դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Միտեղ, որտեղ օբյեկտիվորեն Իսրայելը չի կարող ներխուժել, որտեղ ընդհանուր սահման չունի, Միացյալ Նահանգները չեն կարող ներխուժել որևէ երկրից։ Սաուդյան Արաբիան մերժում է դա, Սիրիան թույլ չի տա, Թուրքիան թույլ չի տա, ոչ մի երկիր թույլ չի տա այդ ներխուժման համար, այսինքն փաստացի կարելի ասել որ այդ ռմբակոծությունները մեծ հաշվով իրանք նպատակ ունեն կազմալուծել Իրանի պետական ամբողջ համակարգը, տնտեսական ամբողջ ենթակառուցվածքները, որպեսզի ժողովրդի մեջ առաջանա խորը դժգոհություն, որպես այդ խորը դժգոհության հիման վրա կարողանան իրանք խրախուսեն կենտրոնախույս ուժերին, որպեսզի այդ ազգամիջյան պառակտման արդյունքում կենտրոնական իշխանությունը փլվի։ Սա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գլխավոր նպատակն է, արդեն ոչ մեկ չի կարող դա բանել, բայց միթե սա այն նպատակն էր, որ Տրամփը դրել էր ի սկզբանե։ Ես կարծում եմ, որ Տրամփը առաջներտին ինքը իր առաջ պետք է դնի, որտեղ ըստ էության ինքը մեծ խաչ քաշեց իր քաղաքական ապագայի համար, որին ես շատ ցավում եմ,
որտեղ իր կողքը կան շատ լուրջ շրջանակներ, շատ լուրջ դեմքեր, որոնք իսկապես լուրջ մարդիկ են, խոսքը եւ պետնախագահ Վենսի մասին է, եւ Մասկի մասին է, եւ Տուցի Գաբերտի մասին է, եւ նույնիսկ Ռուբիոյի մասին է, այնտեղ գրեթե կարելի ասել այն թիմը, որ հավաքվել էր իր կողքը, իրենք շատ լավ թիմ էր։ Ես ուղղակի ապշած եմ Տրամպի այդ էգոցենտրիզմի վրա, որ ինքը ըստ էության այդ այն ծրագրերն ու նպատակները, որ դրել իր առջև, մի կողմ դրեց եւ հայտնվեց Նետանյահուի թակարդում։ Սա ողբերգություն է, ուղղակի ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է Իրանի ապագային, ապա ես չեմ կարծում, որ իրենք կարող են հասնել իրենց նպատակին։ Մի շարք պատճառներով։ Մինչև ցամաքային զորք չմտցնեն Իրան, իրանք չեն կարող փլել կենտրոնական իշխանությունը։ Ցամաքային զորքերի մտցնելը դա անիրատեսական է, նույնիսկ եմ կրկնում։ 90 միլիոն ժողովրդի դեմ պատերազմ մտնել բանակով, դա կատաստրոֆա է։ Այդտեղ մեծ զոհեր կլինեն, մանավանդ որ նախկինի պես Չինաստանը, Ռուսաստանը երկրորդական, երրորդական երկրներ չեն։ Այսօր արդեն Չինաստանը մեծ զենք ու զինամթերք է մատակարարում Իրանին, Պակիստանի տարածքով եւ օդային տարածքով։ Եվ Չինաստանը շատ լավ հասկանում է, որ ըստ էության ինքը համարում է, որ Իրանի դեմ այդ գործընթացները իր մեկ ուղի, մեկ, այսպես ասած, այդ մետաքսի ճանապարհի դեմ ուղղված քայլ է, որով նա կարողանար իր ապրանքների ինքնարժեքը շեշտակիորեն իջեցնել եւ կարողանար մեծ շուկաներ գրավել Եվրոպայում, ինքը այդպես է կարծում եւ ինքը ատամներով մինչեւ վերջ պաշտպանել է Իրանին։ Եվ այդ իմաստով Միացյալ Նահանգների նպատակը վերջնականապես կազմաքանդել կենտրոնական իշխանությունը Իրանում, դա կյանքի չի հասնելու։ Եվ այն հույսերը, որ Իսրայելը ունի, որ այս արդյունքում ադրբեջանցիները կպորտկան եւ Իլհամ Ալիևի ռեժիմը կաջակցի եւ այսպես ասած իրենք դաշնակից կլինեն, նույնպես կյանքի չի կոչվի, որտեղ նույնպես են կրկնում դրա համար պետք են մեծ խրդժություններ, դրան պետք է որ այսպես ասած իսրայելական եւ ամերիկյան բանակը հայտնվեն Իրանի տարածքում, որը ես բացառում եմ։ Իրանը առաջիկայում ինչ քայլեր կնախաձեռնի բանակով։ Ես sense ձևակերպեմ։ Ինչպես այսպես ասենք, հա դեռ չբացահայտված խաղաղ։ Տեսեք, հաշվելով այն հանգամանքը, որ այս պատերազմը շատ անսպասելի սկսեցին Իսրայելը, եւ ինչքան հասկանում եմ նաեւ Միացյալ Նահանգները շատ լավ էլ տեղյակ են այս ամենի մասին։ Եվ եթե հաշվի առնենք այն ինչ որ կատարվեց, երբ որ Իրանի տարածքից սկսեցին ռմբակոծել եւ նույնը կատարվեց Ռուսաստանում, բարձ երևում է, որ սա ոչ թե Մոսադի կամ ուկրաինական հետախուզության գործողություններն են, այլ ավելի լուրջ հետախուզության, դա մեկ միասնական կենտրոնից կոորդինացված աշխատանք էր, եւ դա արդեն տեսնում են եւ ռուսները, եւ չինացիները, եւ պարսիկները, եւ ասեմ, որ հաշվառնելով այս գործոնը իրենք էլ են ըստ էության վերափոխում այս իրավիճակը եւ ըստ էության գնում են լուրջ կոնսուլտացիաներ։ Ես գիտեմ, որ առնվազն ռուսները փորձում են համոզել իրանցիներին, որ նրանք չհարվածեն ամերիկյան ռազմականներին, որպեսզի պատերազմական մեծ բան չբռնկվի։ Միաժամանակ Մակրոնի հետ հեռախոսազրույցում զգուշացրել է, որ միաժամանակ ես գիտեմ նաեւ, որ Տրամպի շրջապատում լուրջ դժգոհություն առաջացել Տրամպից եւ նրանք էլ են ճանաչում, որ Տրամպը սահմանափակի իր քայլերը։ Հիմա ինչպես կավարտվի։ Նետանյահուի երազանքն է, որ Իրանը հարձակվի, խփի ռազմականների վրա ամերիկյան, հետո նրանք է պատասխանեն եւ մեծ պատերազմի բռնկվելու արդյունքում Նետանյահուին դառնա հերոս։ Սա է այդ մարդու նպատակը։ Մենք այդ տիպի Զելենսկի, Նետանյահու, Փաշինյան, մենք այդ մարդկանց տեսել ենք արդեն, մենք այդ մարդկանց բնույթը գիտենք, բնութագրումը արդեն մեր համար պարզ է։ Սա ողբերգություն է, դա աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի մեջ կարող է հայտնվել այս ավանտյուրիստների պատճառով, այս կլասի ավանտյուրիստների պատճառով։ Սա է